Դուք Հայաստանի Հանրապետության տարածքի մասին խոսելիս նշում եք 29743 քառակուսի կիլոմետր թիվը, բայց 2022 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել եք Հայաստանի Հանրապետության 29800 քառակուսի կիլոմետր տարածք ամբողջականության մասին։ 23 թվականին ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելուց եւս խոսել եք այս մասին։ 23 թվականին հանրային հեռուստաընկերությանը տված ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձապես ճանաչում են համապատասխանաբար 29800 եւ 86600 քառակուսի կիլոմետր տարածքները։ Այսօր այլ թիվ եք հայտարարում։ Ամեն տարի մկրատելով Հայաստանի Հանրապետության տարածքը, որ իրավական փաստաթղթով եք հաշվարկել 29743 քառակուսի կիլոմետրը եւ ուր է կորել 57 քառակուսի կիլոմետրը։ Հայաստանի տարածքը հաշվարկել ենք Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով, որը երկար տարիներ, այդ թվում ներկա առնվազն ընտանիքների մասնակցությամբ կայացրած որոշումների հիման վրա։ Բայց դուք զարմանալի բան չեք ասում մեր իրականությունից, որովհետև երբ որ ես առաջի անգամ խոսել եմ 29800 կամ 743 քառակուսի կիլոմետրի մասին, Հայաստանում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատկերացում չեն ունեցել։ Մի մասը ասել է, որ այս նշանակում է, որ Սյունիքն ու Վայոց ձորը հանձնում ենք, մի մասը, այսինքն հասկանում եք, մենք դա այդքան էլ լավ չի հնչում, բայց մենք պետք է առերեսվենք, որ մենք մեր պետության մասին բավարար գիտելիքներ չենք ունեցել։ Սկսել ենք հետաքրքրվել մի քիչ պահի, երբ որ առերեսվել ենք այդ փաստի հետ, թերթել ենք եւ իրավական հիմնավորումների հետ ենք խնդիր ունեցել այդ թվում, ձեր ասած, որովհետեւ ինչի է թվում, թե այդ հարցերը, որոնք դուք բարձրացնում եք հիմա, ժամանակին մեզ չի հետաքրքրել, այդ հարցերը չեն ծագել մեր առաջ, եւ մենք գնացել ենք այդ հարցերի հետևից, պատասխանները ստացել ենք, եւ երբ որ արդեն նաեւ դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումներ են ձևավորվել եւ ձևակերպվել, նկատի ունեմ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ոչ միայն ստորագրվել է, այլև երկու երկրներում վավերացման ընթացակարգ է անցել։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ունեն իրավական պարտադիր ուժ ունեցող համատեղ ստորագրված թուղթ։ Եվ այդ թղթում արձանագրվում է, որ Ալմատի հռչակագիրը 1991 թվականի երկու երկրների սահմանազատման բազային սկզբունքն է։ Եվ որ սա արձանագրվել է, արդեն մենք ունեցել ենք հենման կետ մեր ասելիքների անորոշությունները փուլ նվազեցնելու եւ իրան բերելու մաքսիմալ կոնկրետության։ Ոնց են գնացել մաքսիմալ կոնկրետության։ Բացել ենք Հայաստանի հողային հաշվեկշիռը, մեզնից առաջ ընդունվածները, եւ գնացել ենք, հասել ենք, թե դե յուրե իրավական ուժ ունեցող քարտեզները որոնք արտահայտում են 1991 թվականին Ալմատի հռչակագրի ընդունման պահին արկա իրավիճակը։ Հասել ենք այդ քարտեզներին։ Այո, տեսել եք, որ այդ քարտեզների վրա կան էքսկլավ անկլավային խնդիրներ։ Եվ մեզ առաջ, ով ասում այդ հարցը մենակ ձեր մոտ է ծագել։ Մեր մոտ էլ է ծագել։ Հեսա որ արձագանք եք, կշարունակեմ պատասխանել։ Արձագանք։ Բանակում տիրող բարոյահոգեբանական ճգնաժամին չանդրադարձակ, Ալմատի հռչակագրի մասով կարող ենք արձանագրել, որ այնտեղ ոչ քարտեզ կա, ոչ թիվ, բայց եթե քննարկենք դե յուրե եւ դե ֆակտո աշխատանքների համատեքստում, դե յուրե հնչեցնում եք 29743 քառակուսի կիլոմետրը։ Եթե սահմանագծման եւ սահմանազատման արդյունքում դե ֆակտո պայմանական ունենանք որևէ այլ թիվ, որը որ ըստ էության կհակասի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, որն է լինելու ձեր գործողությունը։ Դուք պաշտպանելու եք Հայաստանի Հանրապետության տարածքային
ամբողջականությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական շահը, եթե հողի վրա ունենանք այլ թիվ։ Եթե Հայաստանի Հանրապետության տարածքը չի արձանագրվելու, այդ process-ը իմաստ չունի։ Բնականաբար անսակարկելի է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի արձանագրումը, այսինքն այդտեղ քննարկելու բան էլ չկա, այդտեղ հարցնելու եւ պատասխանելու բան էլ չկա։ Բանակի հետ կապված պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը պարտավոր են գտնել այս թնջուկի լուծումը եւ կգտնեն այդ թնջուկի լուծումը, բայց ել ուզում եմ արձանագրել, որ այո, շատ ցավալի է, որ վերջին 1 ամսվա ընթացքում իրար հետ հաջորդում են դեպքեր եւ ես արդեն ասացի, որ դա մեծագույն խնդիրներից մեկն է, որի հետ մենք պետքա առնչվենք եւ կառնչվենք եւ կլուծենք։ Ցավում եմ տեղի ունեցող դեպքերի համար։